Աշխարհում անընդհատ նոր երթուղիներ են փնտրում Հայաստանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմաններով մնա, ըստ էության տարածաշրջանով համաշխարհային անցուդարձին խոչընդոտի, ըստ արտգործնախարար Միրզոյանի կնշանակի, թե սպառնալիք է։ Միրզոյանը խոսքը հիմնավորում է ջրի օրինակով, ասում է, ինչ խոչընդոտ էլ լինի, ջուրը միևնույն է ճանապարհ կգտնի։ Այսինքն, եթե նույնիսկ տարածաշրջանի ստատուս քվոն պահպանվի, աշխարհը ոտքի տակ տվողները շրջանցելու ձևն էլ կգտնեն։ Այստեղ է, որ նախարարը բանաձևում է, փորձում են հասկանալ, ինչպես լուծել խնդիրները, ոչ թե մնալ խոչընդոտ։ And we should also notice that Մենք նաև պետք է նկատենք, որ խաղաղությունը կարող է ակնհայտ լուծում լինել, սակայն մյուս կողմից չես կարող խաղաղությունը միայնակ կառուցել։ Չես կարող հռչակել խաղաղություն, երբ հարևաններդ կարծում են, որ դու թշնամի ես եւ ուզում են ոչնչացնել քեզ։ Կենտրոնանալով հայ-ադրբեջանական խաղաղության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների վրա, չնայած Միրզոյանը հաստատված խաղաղության ապացույցներն է թվարկում, այնուամենայնիվ դեռևս չի կարող ասել, թե բոլոր հարցերը լուծված են, մասնավորապես հումանիտար խնդիրները։ Երևանում եվրոպական, ապա նաև այս երկխոսության դիվանագիտական ֆորումի մեկնարկից ի վեր առաջին անգամ հպանցիկ անդրադառնում են Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին։ we have had bloody conflict. Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են, եւ երկու համայնքներն էլ դեռ կարիք ունեն իրական հաշտեցման։ Դեռ կան չլուծված հարցեր, մասնավորապես հումանիտար։ Պահվող անձինք ունենք, բայց ուղին շատ լավատեսական է։ Վերջերս իշխանությունից պնդում էին, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական խաղաղության սպիդոմետրով չափող Թուրքիային հենց Ադրբեջանը չի թողնում բանակցել մեզ հետ, բայց հիմա Արարատ Միրզոյանը նշում է, թե Երևանն Անկարայի հետ նույնիսկ հրաշալի երկխոսություն ունի։ Several instances of Բազմաթիվ առիթներ են եղել համագործակցության։ Հենց երեք եւս մեր ներկայացուցիչները մի հուշագիր ստորագրեցին համատեղ վերականգնելու Անիի պատմական կամուրջը, որը Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է, բայց ընդհանուր առմամբ սահմանը դեռ փակ է։ Վերադարձ Երևան-Բաքու բանակցություններին հարցը դահլիճից Լեհ փորձագետը Միրզոյանից հետաքրքրվում է, թե այժմ հատկապես ինչն է խոչընդոտում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը եւ թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպես կազդեն արդեն իսկ ձեռբերված պայմանավորվածությունների վրա։ Որքան գիտեմ, Ադրբեջանը պահանջում է ձեր սահմանադրության փոփոխությունը։ Ինչպես եք հաղթահարելու այդ խոչընդոտը, քանի որ սահմանադրական մեծամասնություն կազմելը այնքան էլ հավանական չէ։ we have been thinking Պետք է ասեմ, որ չկա այդպիսի պահանջ։ Սահմանադրության թեման չկա երկկողմանի օրակարգում։ Դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում, ես այդպես եմ լսել շարունակաբար։ Ու նրանք պատրաստ չեն ստորագրելու եւ վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, եթե մենք չփոխենք սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը դա ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Հավանաբար հանրաքվե կունենանք սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկելու թեմա չէ։ Մեկ այլ Լեհ փորձագետ էլ Միրզոյանին ասաց, թե նույնիսկ իրենք, որ Եվրոպական միության անդամ են, դեռևս տատանվում են, վերջնական որոշում չունեն, միանալ Միացյալ Նահանգների Թրամփի նորաստեղծ խաղաղության խորհրդին, թե ոչ։ Հարցրեց, ինչպես տարածքով ավելի փոքր Հայաստանը միանգամից ընդունեց իր որոշումն ու միացավ այս կառույցին։ Արտգործնախարարն էլ պարզաբանեց, թե չնայած ՄԱԿ-ը դեռ անելիք ունի, նոր աշխարհակարգը նոր կարիքներ էլ է նաև առաջ քաշել։ Թրամփն առաջնորդեց գործընթացը, Հայաստանն էլ միացավ դրան։ Երևանն ուզում է օրինակ լինել աշխարհին, հայ-ադրբեջանական խաղաղությունը Միրզոյանի ձևակերպմամբ արտահանել։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի Հանրապետությունում ընթացող համակարգային փոփոխությունների զգալի մասը ուղղակիորեն առնչվում է քաղաքացիների ֆինանսական կայունությանը։ Այդ գործընթացների կիզակետում ծախսերի օպտիմալացումն է, որի առանցքային ուղղություններից մեկն այսօր համայնքների խոշորացումն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Սյունիքի, Վայոց ձորի եւ Լոռու մարզերի մի շարք բնակավայրեր կմիավորվեն։ Սա պարզապես վարչական վերաձևում չէ։ Նախարարությունից վստահեցնում որ նոր մոդելը թույլ կտա կտրուկ բարելավել տնտեսական վիճակը ու ընդլայնել կապիտալ ծրագրերի աշխարհագրությունը, դրական տեղաշարժեր ապահովելով բնակիչների սոցիալական կյանքում։ Մոտավորապես տասնապատկվել է կապիտալ ծրագրերի ծավալը համայնքների կողմից իրականացվող կառավարության համաֆինանսավորմամբ։ Սեփական եկամուտների մակարդակը եւս բազմապատիկ տեմպերով աճել է եւ վստահ եմ, այս նույն արդյունքները մենք տեսնելու ենք այս համայնքներում։ Մի փոքրիկ օրինակ բերեմ, օրինակ խոշորացող համայնքներից որոշներում աշխատավարձի ֆոնդը ավելի մեծ է, քան իրենց սեփական եկամուտները։ Սա հստակ ցուցիչ է, որ այդ համայնքը արդեն պետք է գնա խոշորացման։ Տնտեսական վերափոխումներին զուգահեռ պետական գանձարանի համալրման կարևոր աղբյուր
աղբյուր է դառնում նաև արդարադատության իրականացումը։ 2024-ի վերջից մինչև 2025-ի ավարտը քրեական տարբեր վարույթների շրջանակում վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել շուրջ 40 միլիարդ դրամ։ Դատախազության տվյալներով նախորդ տարում քրեական վարույթների ավարտի ցուցանիշն աճել է գրեթե 10%-ով։ 25 թվականի ընթացքում դատախազության բացառիկ պետական եւ համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կայացված դատական ակտերով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք։ Այդ թվում մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակ, հողատարածք, անտառային տարածք թվարկումը կարելի է շարունակել։ Իրավական ոլորտի դրական միտումները հաստատվում են նաև կոռուպցիոն հանցագործությունների նվազմամբ։ Երկրորդ տարին անընդմեջ այս ցուցանիշը գրանցում է անկում։ 2024-ին կոռուպցիոն հանցագործությունների թիվը կազմել է 1116, 2025-ին 996, 32 գործով 55 անձ արդարացվել է։ Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների համեմատ 25 թվականին 2.5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը մեղադրյալների ընդհանուր թվի համամասնությամբ։ 25 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9.2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին։ Թե համայնքների խոշորացումը եւ թե ապօրինի միջոցների բռնագանձումը չափվում են ոչ միայն միլիարդավոր դրամներով կամ չոր վիճակագրությամբ, այլ քաղաքացու կյանքի որակի փոփոխությամբ։ Պետական բյուջե վերադարձված տասնյակ միլիարդները եւ կառավարման նոր մոդելները կլինեն արդարացված միայն այն դեպքում, երբ օրինակ Սյունիքի, Վայոց ձորի կամ Լոռու մարզի հեռավոր բնակավայրի բնակիչը իր առօրյայում զգա այդ կապիտալ ծրագրերի իրական ազդեցությունը։ Հայաստանն անցնում է տնտեսական ու իրավական վերափոխումների միջով, որտեղ արդյունքների վերջնական գնահատականը կտա ժամանակը։ Թմրամիջոցների շրջանառությունը երկրում աճել է։ Անցած տարի այդ շրջանառության դեպքերի թիվը կազմել է 3631, նախորդող 2024 թվականի 3017-ի դիմաց աճը կազմել է 614 դեպք կամ 20.4%։ Հանցավոր արարք կատարած անձը պիտի մեծամասամբ կասկածներ ունենա, այլ չեմ ասում համոզմունք, որ բացահայտվելու է։ Վերջին շրջանում Հայաստանում մենք տեսնում ենք միայն պատիժների խստացում, իր լուծումը այդ խստացումները գտան նոր քրեական օրենսգրքի ընդունումով, եւ վիճակը ոչ թե դեպի լավը գնաց, այլ հակառակը։ Բայց դասեր դրանից որևէ մեկը չի քաղել։ Թմրամիջոցները վաղուց վերածվել են սոցիալական եւ քրեական լուրջ մարտահրավերների, ազդելով ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության վրա։ Փոխվում են տարածման ձևերը, ներգրավվող խմբերը եւ ցավոք այս շղթայում հայտնվում են նաեւ երիտասարդները։ Գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, թե պատժի խստությունը այս հարցում չի օգնելու։ Ընդհակառակը, դա բերելու է սև շուկայում թմրամիջոցի գնի բարձրացմանը։ Այստեղ կանխարգելման գործառույթը հատկապես անչափահասների պարագայում պետք է դրվի քրեական քաղաքականության հիմքում եւ տարօրինակ ձևով լուծումը այլ տեղ է, քան մենք փնտրում ենք։ Լուծումը զբաղվածության մեջ է։ Պատասխանատուների կարծիքով անչափահասների շրջանում կախվածությունների մակարդակը կարող է նվազել, եթե ապահովվի նրանց բավարար զբաղվածությունը սպորտով եւ մշակութային ծրագրերով։ Ըստ մասնագետների նման նախաձեռնություններ ներկայումս բավարար չափով չեն իրականացվում։ Ըստ պաշտոնական տվյալների աճել է նաեւ 2025 թվականի ընթացքում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, կազմելով 26.3%, նախորդող տարվա 13.8%-ի դիմաց։ Մասնագետների կարծիքով, սակայն իրավիճակը վերահսկողությունից դուրս է գտնվում։ Եթե օրինակ 1000 անգամ աճի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դու էլ 500 անգամ ավելացնես բացահայտումը, դու տանուլ ես տվել այդ պատերազմը։ Այդ օրենքները աշխատացնել է պետք։ Ռեսուրսները ճիշտ ուղղությամբ ծախսել, կենտրոնանալ աշխատանքի վրա։ Մասնագետները նշում են, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այլևս չի սահմանափակվում ավանդական մեթոդներով եւ ակտիվորեն տեղափոխվել է թվային հարթակներ, կիրառելով օրինակ կոդավորված հաղորդակցությունը։ Նրանք նաև արձանագրում են, որ սոցցանցերի միջոցով թմրանյութերի վաճառքը դարձել է ավելի հասանելի, իսկ որոշ դեպքերում մարդիկ խուսափում են համագործակցել իրավապահների հետ հետագա խնդիրներից խուսափելու համար։
պետքա ուժեղացնել այդ թվային հարթակների վերահսկողությունը, թե քննչական կոմիտեի մակարդակով, թե ոստիկանության կողմից պետքա կենտրոնանալ ոչ թե կատարողների վրա, այլ կազմակերպիչների այդ ֆինանսական հոսքերի բացահայտման վրա։ Կոնկրետ աղբյուրի դեմ հատկապես պետքա պայքար տարվի։ Թմրամիջոցների դեմ արդյունավետ պայքարը ըստ մասնագետների պահանջում է հստակ ռազմավարություն եւ ռեսուրսների ճիշտ բաշխում։ Առանց համակարգային մոտեցման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային կարևորության։ Արչևում ամառ է, դպրոցներում կսկսվեն արձակուրդները կակտիվանա քաղաքից դուրս հանգիստը, սակայն հենց այս շրջանում է, որ առավել մեծանում է նաև անտառային հրդեհների վտանգը, երբ մարդկային գործոնը եւ բարձր ջերմաստիճանները համադրվում են։ Անտառային հրդեհները տարիներով մնում են ոչ միայն բնապահպանական, այլև անվտանգային լուրջ խնդիր։ Կառավարությունը շրջանառության մեջ դրեց նոր նախագիծ, ըստ որի պետական անտառներում բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը կվերապահվի էկոպարեկային ծառայությանը։ Մասնագետների դիտարկմամբ, սակայն հսկողության կենտրոնացման փոխարեն կարելի է այդ լիազորությունները վերապահել հակահրդեհային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Ներկայիս կարգավորումների համաձայն պետական անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը վերապահված է Հայանտառ պոակին եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պոակներին։ Հրդեհի խնդիրները վերահսկելու համար հատուկ պատրաստված մարդիկ են պետք։ Չեմ կարծում, որ իրանք կարողանան դա համակարգել ու այդ հարցը լուծել։ Իվիճակի են արդյոք իրենց ռեսուրսներով, տեխնիկական հագեցվածությամբ այդ ամբողջ գործողությունները կատարել։ Վարչապետը Տավուշում անդրադառնալով էկոպարեկային ծառայությանը նշեց, որ դժվար ժամանակներում անտառը ծառայել է երկրին ու քաղաքացիներին, իսկ այժմ քաղաքացիների հերթն է այն պահպանել նոր մոտեցմամբ։ Նրա խոսքով անտառի ներկա վիճակը կարող է միլիոնավոր դրամների եկամուտ ապահովել Հայաստանին։ Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի, ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի եւ էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք եւ առավել եւս այս խնդիրը հստակ չկատարենք։ Բնապահպանները շեշտում են, որ խնդիրը միայն հսկողություն իրականացնելու փոփոխությամբ չի սահմանափակվում։ Նրանց խոսքով առանց կանխարգելիչ քաղաքականության եւ հանրային իրազեկման բարձրացման հրդեհների դեմ պայքարը դժվար է արդյունավետ դարձնել։ Մասնագետների կարծիքով կառույցի ստեղծմանը զուգահեռ անհրաժեշտ է կիրառել արդյունավետ մեխանիզմներ։ Նշում են, որ եղել են դեպքեր, երբ ծառահատումները թաքցնելու համար քաղաքացիները հրդեհներ են առաջացրել, որպեսզի հետքերը վերացնեն։ Դրա համար պետք է այդտեղ հրամատներ փորվի, ջրի հարց լուծվի անտառների շուրջ, որպեսզի եթե հրդեհ եղավ, ինչ որ մի հրամատի հասնի ու այդտեղ դադարի, սա կոմպլեքս լուծվող հարց է, մենակ բարեկային ծառայությունը չի, որ պետք է այդ հարցերը լուծի, պետք է ամեն մի դեպք հրդեհի շատ խիստ հետաքննվի ու եթե դիտավորություն կա, պետք է քրեական գործեր հարուցվեն։ Անտառային հրդեհների դեմ պայքարը ըստ մասնագետների պահանջում է համակարգված մոտեցում կանխարգելում տեխնիկական պատրաստվածություն եւ հանրային պատրաստվածություն։